Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրին։ Նրա խոսքով գործընթացը փակուղում չէ։ Հավանաբար ադրբեջանական կողմի համար մի փոքր անսպասելի էր մեր առաջարկը ստորագրելու եւ այդ տրամաբանությամբ առաջ շարժվելու մասին հայտարարությունը, ասել է Սիմոնյանը։ Նրա ապնդմամբ նախկինում Ադրբեջանը մարտավարություն էր որդեգրել, համաձայնելով որոշակի կետերի, գիտակցելով, որ հայկական կողմը դրանց չի համաձայնի։ Այս պայմանագրի քննարկման նպատակը արդյունքի հասնելն էր, այլ ոչ թե խոսակցությունները հավերժ շարունակելը, հավելել է Ալեն Սիմոնյանը։ Չեմ կարծում, որ փակուղ է եւ չեմ կարծում, որ ձեր գնահատականները ճիշտ են։ Երևի թե մի փոքր անսպասելի էր ադրբեջանական կողմի համար մեր կողմից առաջարկը ստորագրելու եւ այդ տրամաբանության մեջ առաջ շարժվելու։ Երևի դրա հետ է պայմանավորված, բայց կարծում եմ, որ այդ կրակոցները, որոնք որ դուք մատնանշում եք, որ իրանց մամուլում տեղ գտած կար, դրանք առանձին հետաքննության առիթ են եւ կարող են առանձին հետաքննության առիթ հանդիսանալ երկկողմ եւ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, որպեսզի թե հրապարակումների հետ կապված, թե հետագայում հնարավոր հրապարակումների հետ կապված որևիցե մեխանիզմ լինի, որ հնարավոր լինի շատ եղի։ Հնարավոր լինի նման բաներից խուսափել, բայց չեմ համարում, որ չկա։ Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դը Կոտնին այցելել է Մեղրի, որտեղ հանդիպում է ունեցել քաղաքապետ Խաչատուր Անդրեասյանի հետ։ Մեղրի քաղաքն Արաքսի ափին գտնվում է Իրանի հետ սահմանին, այն մի քանի ամիս առաջ քույր քաղաք է դարձել Ֆրանսիայի Բրոն քաղաքի հետ։ Ֆրանսիայի եւ Հայաստանի միջև ապակենտրոնացված գործակցությունը տարածվում է ողջ երկրով մեկ։ Շնորհակալություն քաղաքապետին ընդունելության համար նշված է դեսպանի գրառման մեջ։ Ազգային ժողովի հերթական օրակարգում ներառված են երկրորդ ընթերցմամբ ներկայացված Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների եւ պետական նպաստների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերը։ Խորհրդարանը քննարկելու է նաեւ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի եւ վերաքննիչ պալատի անդամի ընտրության հարցը։ Լիագումար նիստում քննարկման են դրվելու նաեւ падգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցերը։ Ուղիղ սպառնագին խոսք Հայաստանը քարտեզից ջնջելու խոստումներ վտիտ բռնցքի թափահարություն։ Ահա, այսպես է Ալիևը գնում դեպի խաղաղություն։ Հենց Երևանն ու Բաքուն մարտի 13-ին հայտարարեցին խաղաղության տեքստի համաձայնեցված լինելու մասին, միջազգային հանրությունը տեղն ու տեղը ոգևորվեց, դրական արձագանքների ու շնորհավորանքների տարափ էր։ Չէին սպասում թերևս, որ Ալիևը հետո դեմարշ է անելու համաձայնեցված փաստաթուղթը, նորանոր պահանջներ է առաջ բերելու որպես ստորագրելու նախապայման։ Մարտի 16-ին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Մայքլ Ուոլցը X-ում գրեց, թե խոսել է Ալիևի օգնական Հաջիևի հետ, շեշտեց Հարավային Կովկասում հակամարտությունը պետք է ավարտվի։ Մենք ուրախ ենք, որ Ադրբեջանը եւ Հայաստանը մեծ քայլ են արել առաջ եւ համաձայնել են խաղաղության պայմանագրի։ Ես նրան ասացի, որ մենք պետք է հիմա ավարտենք խաղաղության այս գործարքը, ազատ արձակենք գերիներին եւ միասին աշխատենք տարածաշրջանը ավելի անվտանգ եւ բարգավաճ դարձնելու համար։ Ավելի ուշ, սակայն Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտքոֆը ամերիկյան մեդիային ասաց, թե Ամերիկայի Միացյալ Նահանգները տեղին է համարում տարբեր հակամարտություններում միջնորդ դառնալը, միայն այն դեպքերում, եթե ազդեցություն ունի ու հաջողության հասնելու հնարավորություն է տեսնում։ Մանրամասնեց, այդ հաշվարկները վերաբերվում են իրանցիներին, ռուսներին ու ուկրաինացիներին, նաև Ադրբեջանին ու Հայաստանին։ Ինչ է ուզում ասել Թրամփի բանագնացը։ Մասնագետները չեն շտապում, բայց ենթադրում են, Վաշինգտոնը մեծ ներգրավվածություն չի ունենա Երևան Բաքու հարաբերությունների կարգավորման հարցում։ Ամերիկայի Միացյալ Նահանգները շահեր չունի։ Գոհունակության նոտայով էր նաև Մոսկվայի արձագանքը։ Փաշինյանը Պուտինին հերախսով տեղեկացրեց Բաքվի հետ համաձայնության մասին։ Իմացանք նաև, որ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի նախագահի հրավերը, հաստատելով իր մասնակցությունը մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք տոնակատարություններին։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան ողջունեց փաստաթղթի տեքստի համաձայնեցումը։ Աջակցում ենք այս կարևոր քայլին, ասաց վերահաստատում ենք մեր առաջարկը ռուսական հարթակ տրամադրել Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչների շփումների համար։ Ադրբեջանը նպատակ ունի ոչնչացնել Հայաստանի Հանրապետությունը։ Ինքը ստորագրել է միայն այն փաստաթուղթը, որը իրեն հնարավորություն կտա դա անել։ Օրինակ, եթե փաստաթղթի մեջ լինի ադրբեջանցիների վերաբնակեցման հարցը,
եթե լինի Հայաստանի բանակի զինաթափման հարցը, ապա Ադրբեջանը երևի կստորագրի։ Անկարան Բաքվի կողմից է իհարկե ադրբեջանական պահանջները պնդեց Բաքվի հովանոցը դարձած Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերի գլխավոր խորհրդականը առաջինը արձագանքեց։ Նա ադրբեջանական ԱՊԱ-ին ասաց, թե Թուրքիայի եւ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների փոխադարձվածման համար ներկա իրավիճակում նախադրյալներ չկան։ Ուզում եմ եւս մեկ անգամ նշել, որ մեր դիրքորոշումը այս գործընթացի վերաբերյալ հայտնի է։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը շատ հարցերի լուծման բանալին կլինի։ Նոր գործելա ոչ չէ սա։ Մյուս կողմից նայենք արձագանքներին։ Այժմ արդեն 58 երկիր ողջունեցին այդ գործընթացը, շատերը նշեցին Հայաստանի կարևոր դերը այս հարցում եւ 10 միջազգային կազմակերպություններ։ Մենք նաեւ հայտարարեցինք, որ պատրաստ ենք այժմ քննարկել ստորագրման շուրջ կապված բոլոր գործընթացները։ Այդ հայտարարությանը դեռևս չկար արձագանք։ Ահա այսպես Բաքուն գործարկել է բոլոր հնարավորությունները խույս տալու ստորագրումից։ Ռազմական գործողությունների մահակը ձեռքին Ալիևը ամեն օր նոր պահանջ է դնում սեղանին։ Մասնագիտական բարձր որակավորում ունեցող միգրանտներին Ռուսաստանում արտոնություններ կտրվեն։ Նրանք ստիպված չեն լինի քննություն հանձնել ռուսաց լեզվից, պատմությունից եւ ռուսական օրենսդրության հիմունքներից։ Նման մասնագետները կարող են իրենց հետ բերել նաեւ ընտանիքներին եւ իրավունք ունեն պարզեցված ընթացակարգով իրենց եւ մերձավոր ազգականների համար բնակության թույլտվություն ստանալ։ Նրանց աշխատանքային վիզա է տրվում ոչ ավելի քան 3 տարի, հայտնել են Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունից։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում իրականացվող բողոքի ցույցերի ֆոնին ընդդիմությանը հորդորել է չխաղալ թուրք ժողովրդի նյարդերի հետ։ Մի քանի անգամ կոչ է արել դադարեցնել մեր քաղաքացիների անդորը սադրանքներով խաթարել։ Եթե համարձակություն ունեք, հաշիվ տվեք կոռուպցիայի գողության ստացած կաշառքների կատարված խախտումների համար։ Եթե երաշխավորում եք ընթացիկ քննության մեղադրանքը եւ ձերբակալվածներին, դուրս եկեք եւ բացահայտ ասեք։ Եթե մտադիր չեք դա անել, մի խաղացեք մարդկանց նյարդերի վրա։ Մի ուղեք մարգինալ ձախ կազմակերպություններին, որոնց կարգախոսներն ու մտածելակերպը որդեգրել եք ոստիկանության դեմ, ասել է նա։ Էրիադում ավարտվել են Ռուսաստանի Դաշնության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների պատվիրակությունների բանակցությունները, որոնք տևել են շուրջ 12 ժամ։ Բանակցությունների վերաբերյալ համատեղ հայտարարությունը կհրապարակվի այսօր։ Ռուսական պատվիրակությունը ներկայացրել էին Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը եւ Անվտանգության դաշնային ծառայության տնօրենի խորհրդական Սերգեյ Բեսեդան։ Ամերիկյան կողմը ներկայացրել են ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի եւ Ռուսաստանի հարցերի նախկին ավագ տնօրեն Էնդրյու Փիքը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի բարձրաստիճան աշխատակից Մայքլ Անտոնը։ Միացյալ Նահանգներն ու Ուկրաինան շուտով կստորագրեն Ուկրաինայից օգտակար հանածոների մատակարարումների վերաբերյալ եկամուտների բաշխման համաձայնագիրը։ Այս մասին հայտնել է Դոնալդ Թրամփը։ Նա միաժամանակ հայտնել է, որ ամերիկան բանակցություններ է վարում Ուկրաինայի հետ ամերիկյան ընկերությունների կողմից ուկրաինական էլեկտրակայանների սեփականատեր դառնալու հնարավորության շուրջ։ Հիմա մենք խոսում ենք տարածքի մասին, խոսում ենք սահմանազատման գծերի մասին, խոսում ենք էլեկտրաէներգիայի էլեկտրակայանների պատկանելիության մասին։ Ոմանք ասում են, որ Ամերիկան պետք է տեր կանգնի էլեկտրակայանին, քանի որ մենք ունենք այդ փորձը, ասել է Թրամփը։ Իսրայելական օդային հարվածների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում զոհվել է ավելի քան 65 մարդ, այդ թվում կանայք եւ երեխաներ։ Ավիահարվածներից զոհվածների թվում կան նաեւ լրագրողներ։ Բեյթ Լահիյայի հատվածում զոհվել է Ալ Ջազիրա Մուբաշեր հեռուստաալիքի լրագրող Հոսամ Շաբաթը, Գազայի հարավում Խան Յունիսում Պալեստին Թդեի թղթակից Մոհամմադ Մանսուրը։ Տեղեկությունների համապատասխան ռազմական գործողությունների վերսկսումից հետո Գազայում մոտ 700 մարդ է զոհվել։ Եմենի Անսար Ալլահ շարժումը հաղորդել է հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերով հարձակումների մասին ամերիկյան USS Harry Truman ավիակիր նավի Կարմիր ծովում մի քանի ռազմանավերի եւ Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա։ Նշվում է, որ Բեն Գուրիոն օդանավակայանը հարձակման է ենթարկվել 2 բալիստիկ հրթիռներով, այլ մանրամասներ չի հաղորդվում։ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը արգելել է Վրաստանից այն պաշտոնյաների մուտքը երկիր, որոնք պատասխանատու են հանրապետությունում ցուցարարների դեմ կոշտ միջոցներ ձեռնարկելու համար։ Հայտարարության մեջ ասվում է, որ շուրջ 3 ամիս վրացիները մասնակցում են բողոքի ցույցերի՝ ի պաշտպանություն իրենց երկրի Եվրամիության անդամ դառնալուն եւ բողոքելով գործող իշխանությունների կուրսի դեմ։ Ըստ Գերմանիայի ղեկավարության վրաց ժողովուրդը դեմ է ահաբեկմանը, բանտարկությանը եւ բռնությանը։
Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները հութիների դեմ ռազմական գործողության համար սիգնալ հավելվածում խումբ են բացել եւ քննարկել մանրամասները։ Պենտագոնի ղեկավար Հեքսեթը խմբում տեղադրել է ռազմական գործողության բոլոր պլանները։ Սխալմամբ այդ խմբում ավելացրել էին The Atlantic պարբերականի խմբագրին, որը հրապարակել է փակ խմբի քննարկումների նկարները։ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթը մեկնաբանելով կատարվածը նշել է, որ Ատլանտիկի խմբագիրը խաբեբա եւ հեղինակազրկված լրագրող է։ Հեքսեթը նշել է, որ ոչ ոք ռազմական գործողության ծրագրերը խմբում չի տեղադրել։ Ամերիկյան Տեսլա ընկերության ղեկավար Իլոն Մասկը ծրագրել է մինչև 2025 թվականի վերջ ստեղծել 5000 Optimus ռոբոտ։ Այս մասին նա հայտարարել է երամսյակային զեկույցի ժամանակ։ Միլիարդատերը հայտնել է, որ մինչև տարեվերջ իր ընկերությունը պետք է թողարկի 5000 ռոբոտ։ Ես կասեմ, որ մենք հաջողակ ենք, եթե ստանանք 10000 միավորի կեսը, բայց նույնիսկ 5000 ռոբոտը հռոմեական լեգիոնի չափ է, ասել է Մասկը։ Իսկ Հռոմում գտնվող լեգիոնը տարբեր ժամանակներում բաղկացած էր 2-ից 10,000 զինվորից։ Ֆլորենցիայում ձերբակալել են իսպանացու, ով փորձել է 10 կիլոգրամ հեղուկ կոկային տեղափոխել Իտալիա։ Տղամարդը փորձել է կոկայինը քողարկել որպես սափրվելու կրեմ, շամպուն, հյութ եւ մրգի պահածո։ Արգրաված թմրամիջոցի խմբականակը գնահատվում է ավելի քան 700,000 եվրո։ Հնդկաստանի շնաբույծների միության նախագահ Սաթիշը վերջերս 500 միլիոն ռուփի, մոտավորապես 5.81 միլիոն դոլար է վճարել գայլի եւ կովկասյան հովվաշան խաչասերման արդյունքում ծնված եզակի ձագի համար։ Դրա աստղաբաշխական գինը պայմանավորված է այն հանգամանքով, որ կենդանին իր տեսակով եզակի է։ Ընդամենը 8 ամսականում այն արդեն կշռում է 75 կիլոգրամ։ Ես փող եմ ծախսում այս շների վրա, քանի որ դրանք հազվագյուտ են։ Բացի այդ, ես բավականաչափ գումար եմ ստանում, քանի որ մարդիկ միշտ հետաքրքրված են տեսնել դրանց։ Նրանք սելֆիներ են անում շների հետ։ Ես եւ իմ շունն ավելի շատ ուշադրության ենք արժանանում, քան դերասանը ֆիլմի պրեմիերայի ժամանակ, նշել է տղամարդը։ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում նոր թափով սկսվել է բակերի բարեկարգումը։ Մի շարք հասցեներում գործընթացն ընդգրկում է ֆուտբոլի նոր դաշտերի եւ խաղահրապարակների կառուցում, հարակից տարածքների կանաչապատում, հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Սահմանամերձ գյուղերում դպրոցները դատարկվում են, աշակերտների թիվը գնալով նվազում է։ Ահազանգում են կրթության ոլորտի փորձագետները։ Աշակերտների թվաքանակի նվազումը նրանք պայմանավորում են մեծ արտագաղթով, քանի որ սահմանամերձ եւ բարձր լեռնային բնակավայրերում ուսուցիչների զգալի պակաս կա։ Որակյալ կրթության փնտրտուքով ծնողները երեխաներին տեղափոխում են այլ քաղաքներ։ Վերջի 10 տարվա ընթացքում դինամիկան եթե մենք նայենք, մենք հստակ տեսնում ենք, որ աշակերտների թվականակի նվազեցում կա։ Միգրացիա կա ներքին եւ արտաքին, դեպի Երևան քաղաք, ծնողների մեծ մասը մտածում են երկար, թե դրա բնակարանում մասնագետների պակաս կա, ապա իրենց երեխաներին չնվազում դրա համայնքի մանրամասնամերձ եւ բարձր բնակավայրերի դպրոցներ մասնագետների պակասի պատճառով գրադասում են ուղարկել այնպիսի համակարգեր, որտեղ կարող են երեխաների կրթության Դպրոցների դատարկման ամենավառ օրինակներից մեկն էլ ըստ փորձագետի Կիրանցի դպրոցն է։ Այս ուսումնական տարի աշակերտների թիվն այս դպրոցում անցած տարվա համեմատ 15%-ով պակասել է։ Ծնողները իրենց ապագան չեն պատկերացնում երեխաների տվյալ համայնքում։ Կան անվտանգային խնդիրներ, օրինակ դպրոցները կան դպրոցային դպրոցներ, որոնք ուղիղ հակառակորդի նշանավորության տակ են գտնվում, օրինակ Իրանց գյուղի դպրոցը, ու հասկանալի է ծնողների մտավախությունը, ովքեր որ երկար են մտածում իրենց երեխան արժի գնա այդպիսի ուսումնական հաստատություն սովորի, որը հակառակորդի ուղիղ գնդակության տակ է գտնվում։ Փորձագետը նկատում է արտագաղթը նպաստում է նաև դպրոցների միավորման քաղաքականությունը, որն էլ իր հերթին է հավելյալ անհարմարություններ ստեղծելու։ Այդպիսով գյուղերն էլ ավելի արագ կդատարկվեն։ Գոտիականության խնդիր կա, ճանապարհների խնդիրներ կան, կոմունիկացիաների խնդիրներ կան, օրինակ ձմռային պայմաններում երեխաների տեղափոխությունը կարող է վտանգավոր լինել, համայնքից համայնք տեղափոխելու տեսակետից ծնողների մեծ մասը դա են որպես պատճառ մատնանշում։ Իբրև հաստատում կրթության փորձագետը վկայաբերում է նաև վիճակագրական կոմիտեի ներկայացրած վերջին տարիների տվյալները, համաձայն որոնց Հայաստանում նկատվում է դեմոգրաֆիական ճգնաժամ, նվազել է նաև ծնելիության մակարդակը, սա եւս լրջագույն խնդիր է, ինչի արդյունքում գյուղական դպրոցներում ակտիվություն չի նկատվում։
Մշակութային աճուրդների դաշտը Հայաստանում կայացած չէ, մշակույթի նախարարությունը նպատակ ունի նոր օրենքի նախագծով կանոնակարգելու այն։ Գերատեսչությունից նկատում են օրենսդրական կարգավորման, արվեստի գործերի եւ մշակութային արժեքների առուվաճառքի գործընթացը նոր մակարդակի կբարձրացվի, առավելություններ տալով ինչպես գնորդին, այնպես էլ վաճառողին։ Վաճառողը կարողանա ձևավորել իրական գին իր արժեքի կամ առարկայի համար, որովհետև արդեն կլինի մի հարթակ, որտեղ ինքը հնարավորություն կունենա իր արժեքը դնի վաճառքի եւ այդ գինը կգոյանա դրա շնորհիվ, որը որ ամենաօբյեկտիվ, մենք կարծում ենք ամենաօբյեկտիվ գինը կդառնա ի վերջո։ Գործընթացի պատշաճ իրականացման համար պետությունը լիցենզավորելու եւ վերահսկելու է մասնավոր կազմակերպությանը, աճուրդի տունն իր հերթին պարտավորվելու է ապահովել առուվաճառքի գործընթացի թափանցիկությունը։ Ավելի պարզ ասած, գնորդի մոտ այլևս կասկած չի առաջանա իր գնած նմուշը կեղծ է թե բնօրինակն է։ Գնորդը կլինի վստահ, որ իր գնած մշակութային արժեքը կամ արվեստի գործը բնական է եւ այսպես ասած fake չէ։ Այսինքն այս հարթակը նաև մեծ հնարավորություն կտա, որ մենք տեսնենք ինչ կա շուկայում վաճառքի, որը որ կարևոր է պետության համար եւ մենք էլ կմասնակցենք, մենք էլ ձեռք կբերենք այդ արժեքները։ ԿԳՄՍ փոխնախարարի դիտարկմամբ սա նաև հրաշալի հնարավորություն է ժամանակակից արվեստագետների համար, ովքեր դեռ շատ վաճառք չունեն։ Հարթակը կօգնի հանրահռչակել նրանց աշխատանքները, բացի այդ նաև հնարավորություն կստեղծվի միջազգային հեղինակավոր աճուրդի տների ներգրավման համար, ինչն էլ իր հերթին կնպաստի հայ եւ օտարազգի արվեստագետների, գալերիստների ու քննադատների միջև կապերի ձևավորմանը։ Եթե մենք կարողանանք այդ շուկան Հայաստանում կայացնենք, մենք վստահ ենք, որ պահանջարկը կլինի նաև մեր հարևան երկրներից, ծոցի երկրներից, որտեղից որ կան բավականին շատ արվեստասերներ, որոնք կարողանան այստեղից գնումներ կատարել եւ արտահանել օրինակի համար Արաբական Միացյալ Նահանգներ։ ԿԳՄՍ փոխնախարարը միանգամայն իրատեսական է համարում արդեն հաջորդ տարի գործընթացը սկսելու եւ գործող մեխանիզմ ունենալու հնարավորությունը։